Իսպանացի սուպեր միկրովիրաբույժները Երևանում են վիրահատելու վերին վերջույթի լիմֆիդեմա ունեցող բուժառուին։ Արտասահմանցի մասնագետները եկել են բժիշկ Պարույր Անտոնյանի և նրա թիմի հրավերով։ Նպատակ ունեն մեր երկրում էլ կիրառելի դարձնել վիրաբուժական այս միջամտությունը, որը մինչև այս տարբեր պատճառներով չի կատարվել։ Մասնագետների և տեխնիկական հագեցվածության պակասն է եղել։ Մենք ունենք Հայաստանում շատ լավ զարգացած միկրովիրաբուժության դպրոց, բայց դրա հետ մեկտեղ հաշվի առնելով նաև շատ սպეციფիկ գործիքների եւ թելերի բացակայությունը, տվյալ մասնագետները չեն կարողացել հենց միկրովիրաբուժության, սուպեր միկրովիրաբուժության ուղղությամբ խորանալ։ Այսօրվանից սկսած Հայաստանում կսկսեն նաև այս ոլորտը զարգացնել մեր առողջապահության ինստիտուտի ամբիոնի Պարույր Անտոնյանի թիմը։ Կարևոր է այս ոլորտը այնքանով, որ մենք ունենք մեծաքանակ հիվանդներ, որոնք վիրահատություններից եւ ոչ միայն վիրահատություններից հետո տառապում են խնդրով, որը դեռևս իր լուծումը չէր գտնում Հայաստանում։ Այս խնդիրը կարևոր է զարգացնել եւ ստեղծել այնպիսի թիմ, որը կկարողանա հետագայում արդեն ինքնուրույն կատարել այս բոլոր վիրահատությունները։ Լիմֆոստազը կամ լիմֆիդեման հետվիրահատական բարդություն է, առաջանում է հիմնականում օնկոլոգիական միջամտություններից հետո։ Հեռացվում են մարդու լիմֆատիկ անոթների հանգույցները, որոնք չեն կարողանում հեղուկը տեղափոխել երակային ցանց։ Այդպիսով ախտահարվում են մարդու վերջույթներն ու այտուցվում։ Լիմֆեդեման ընթանում է մի քանի էտապներով։ Առաջի էտապը պացիենտը տեսնում է այտուց, բայց ցավոք սրտի միայն այտուցը չի, որ որպես խնդիր է առաջանում։ Այտուցը հաջորդվում է ցավերով, վերջույթի ֆունկցիայի խանգարումով և դրա հետ մեկտեղ երրորդ և չորրորդ փուլերում առաջանում է այսպես կոչված փղախտ, որը արդեն մաշկի ամբողջականության վնասումն է։ Վիրահատության ընթացքում բժիշկները կարում են անոթներն ու երակները, աշխատելով կես միլիմետր տրամագիծ ունեցող մասնիկների հետ։ Բժիշկ Անտոնյանը մեր կլինիկա էր այցելել նախորդ տարի, ասաց, որ հետաքրքրված է լիմֆիդեմայի վիրահատությամբ։ Մեզ հրավիրեց Երևան, որպեսզի մեր փորձը փոխանցենք և ձեր երկրում ևս կատարվի այս վիրաբուժական միջամտությունը։ Մեր երկրում շատերը չգիտեն այս հիվանդության մասին, այն շատ տարածված է, բայց մարդիկ չգիտեն, թե ինչ է դա։ Ուրախ եմ, որ մեր հայ գործընկերները ցանկություն են հայտնել բարձրացնել այս հարցը նաև Հայաստանում։ Իսպանացի բժիշկները լիահույս են, միջազգային փորձի շարունակական փոխանակումը կնպաստի Հայաստանում սուպեր միկրովիրաբուժության զարգացմանն ու մասնագետների թվի ավելացմանը։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։